նյարդաբանական կլինիկայում շատ կարևոր է տարբերակել Պարկինսոնի հիվանդությունը Պարկինսոն պլյուս համախտանիշներից, երկրորդային պարկինսոնիզմից եւ շարժողական այլ խանգարումներից։ Օրինակ, երբ խոսում ենք Պարկինսոն պլյուս սինդրոմների մասին, նրանք նույնպես համարվում են նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, ինչպես Պարկինսոնի հիվանդությունը, սակայն այս հիվանդությունները ավելի արագ են պրոգրեսիվում, ավելի արագ են բերում հաշմանդամության եւ ի տարբերություն Պարկինսոնի հիվանդության նրանք բուժում չունեն։ Եթե Պարկինսոնի հիվանդության ժամանակ դոֆամինը համարվում է սիմպտոմները բարելավող դեղամիջոց, ապա Պարկինսոն պլյուս համախտանիշների մասին մենք դա չենք կարող ասել։ Երկրորդային կամ սիմպտոմատիկ Պարկինսոնը դա ոչ պրոգրեսիվ չպրոգրեսիվող Պարկինսոնի հիվանդություն է եւ կարող է հանդիպել երկարատև հակապսիխոտիկներ ընդունող հիվանդների մոտ կամ հակափսխումային դեղորայք ընդունող հիվանդների մոտ, թմրամոլների մոտ, տոքսիկոմանների մոտ, ովքեր օգտագործում են դեղորայք, որոնք թույլատրելի չեն եւ կարող են նեյրոտոքսիկ ազդեցություն ունենալ գլխուղեղի վրա։ Կան նաև այլ շարժողական խանգարումներ, ինչպիսիք են օրինակ էսենցիալ դողը, որը շատ հաճախ շփոթում են Պարկինսոնի հիվանդության հետ։ Այսպիսով Պարկինսոնի հիվանդությունը ինքը բարդ